Ռոբերտ Քոչյանի հայտարարությունների եւ հարցազրույցներին, պարոն Մինասյան, նույն Ռոբերտ Քոչյանը օրինակ շատ բաց տեքստով ոդկասթներից մեկի ժամանակ ասաց, որ ճգնաժամային իրավիճակներում կառավարելու փորձառություն ունի եւ արտաքից որ Իսկ դուք այլ բան եք գնահատական ունեք։ Ես լրագրող եմ, այս դեպքում կարծիք Չէ, եթե դուք վկայակոչում եք։ Շարունակելով հարցը, պարոն Մինասյան, ակնարկից, որ միակ կարող վարչապետի թեկնածուն ինքն է ակնկալելով, որ հենց իրեն պիտի ընտրեն եւ մի կարգախոս էլ չէ, շրջանառվում է ձեր կողմից, հունիսի 7-ին ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձի, փորձարարության եւ փորձանքի միջեւ։ Հիմա Ռոբերտ Քոչյանը այս երեքից ո՞րն է փորձն է, փորձանքն է, փորձարարությունը։ Դուք ասեք ո՞րն է, որ ես կարողանամ։ Ես էլի ձեռնպատ կմնամ։ Դուք ձեռնպատ չեք հիմա դուք ձեռնպատ չեք, որովհետեւ եթե դուք ձեռնպատ չլինեիք, եթե դուք կողմ չլինեիք, դուք կարող եմ իշնել ներքև։ Չէ, ես կբարձրանամ։ Ակնհայտ է շատ կարևոր մի բան, հա, որ Ռոբերտ Քոչարյանը թե իր փորձառությամբ, թե իր արդեն անցած ճանապարհով եւ թե իր գործունեությամբ դրան գումարած հայ հեղափոխական դաշնակցության պատմական ամբողջ ընթացքը եւ համագործակցության ընթացքում ձեռք բերված բազմաթիվ դրական կողմերը թույլ են տալիս ասելու, որ այո, փորձառությունը, փորձը, վճռականությունը մեր դաշինքը ունի։ Իդեմս նաեւ դաշինքի առաջնորդի վարչապետ եթե քվեարկեք օրինակ Արման Թաթոյանի օգտին օրինակ տեսեք ես քիչ առաջ ասեցի չէ ինչն է սկզբունքը առաջատար ընդդիմադիր ուժը ստանալու է մեր աջակցությունը ստանալու է որևէ խնդիր չկա եւ նախագահ Քոչարյանը դա էլ է ասել եթե մենք եղանք առաջատարը ակնհայտ է որ իմ թեկնածությունն է լինելու Եթե այլ ուժ եղավ ընդդիմադիր դաշտում, իհարկե մենք պետք է աջակցենք։ Ինչ կլինի իրավիճակը այդ ժամանակ, կախված է նաև մեր մյուս գործընկերների վարկագծից։ Այնուամենայնիվ մեր նպատակը ընդդիմադիր դաշտում այս փոքր-մոքր կծմծոցները եւ իշխանության կողմից հրահրվող վարկագիծը, ներառյալ լրատվամիջոցների կողմից, իշխանական, այս կծմծոցները ընդամենը մի բանի մասին են խոսում, որ ընդդիմադիր դաշտը, իդեմս առաջատարների եւ մյուս ընդդիմադիր ուժերի շատ ուժեղ են։ Դրա համար էլ իշխանությունը մտահոգված է։ Միասին կարող եք, մի խոսքով, միասին կարող ենք մեր ժողովրդի հետ միասին։ Միասինը առաջին հերթին վերաբերում է մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը իր միասնականությամբ կարող է անել։ Գրողի ծոցն ուղարկել բոլոր ծանր դժվար ժամանակները երկրում հաստատել արժանապատվության, արդարության, անվտանգության լիարժեք իրավիճակ։ Փաշինյանը ցիոզեն կայացնում նաև նախին բարի գործատությունը, որովհետև 15 թվականից հետո բառը նորի մասնակցավ որոշ հասարակության որոշչանում եւ հիմնականում բարձրացան։ Այս ընտրություններով այդ բառի իմաստը հետ փոխելու հույսեր ունեք։ Բայց Նիկոլ Փաշինյանից ավելի նախքին կա Հələ մի հատ տեսեք իրենց ֆրակցիայում, ասենք Խաչատուր Սուքիասյանը դարձավ նոր, Անդրանիկ Քոչարյանը դարձավ նոր, ասենք ում ասեմ։ Չէ, Հովիկ Գրիգորյանը նախքին, հա։ Ոք տեխնացու է դրա համար։ Պարոն Գրիգորյան, դրա համար ես հատուկ բան արեցի, ներողություն խնդրում։ Ուզում եմ ասել, այս ամենը Նիկոլ Փաշինյանի եւ կոմպանիայի, հա, գնահատականները ածականներ կպցնելը եւ շարունակաբար այդ վարկագիծը անընդհատ տանելը մի նպատակ ունի ամեն գնով վերարտադրվի ասենք տեսեք մի օրինակ էլ բերեմ վատ օրինակ է բայց պիտի բերեմ հա անընդհատ հիշեցնում են լուսահոգի մեր ընկերոջ Պողոս Պողոսյանի մահվան դեպքը երբ որ դու հիշեցնում ես ասում ես բայց դա դժբախտություն է եւ չպետք է այդ դժբախտության վրա մարդիկ դիվիդենդներ շահեն, չէ՞։ Երբ որ ասում ես, բա հղի կնոջ վրա երթը, միանգամից պատտում ասում են, դա դժբախտություն է, դժբախտ դեպք եղել, ինչի եք եւ նույն Նիկոլ Փաշինյանը ո՞նց է բացատրում այդ երևույթը։ Ասում է, խո ես բան չեմ, վարորդը չեմ, անվտանգության աշխատողը չեմ, իր մեքենան է, էլի, հա, իր անվտանգություն ապահովող մեքենան եւ այսպես շարունակ։
այս մարդը ունակ է, ընդունակ է եւ անընդհատ ու ամեն վարքյան փորձում է պիտակավորել։ Նա արդար մրցակցության կողմնակից չի եղել երբեք։ Խառնակցությունը իր էությունն է եւ այս ընտրություններում էլ է խառնակցությամբ զբաղված։ Ես հորդորում եմ մեր հայրենակիցներին, նաեւ ձեզ, իր ամեն մի գործողության մեջ տեսնել, բացահայտել, վերհանել խառնակցության տարրական էլեմենտը։ Նույնիսկ հիմա, երբ որ գնում է քաղաքացիների հետ հանդիպումների, էլի մի բան պետք է բզբզա։